լավ է, ապահով վայրում է։ Հարազատների հետ կարճ հեռախոսազրույցում այսքանն է ասել Արցախից Հայաստան տեղափոխված հայերից մեկը։ Ապահով վայրը Աղվերանի մի հյուրանոց է, մեր տեղեկություններով այնտեղ են ապաստանել Արցախը ամենավերջում լքածները։ Մեկ մարդ դեռ բուժվում է Գորիսի բժշկական կենտրոնում։ Հայաստան տեղափոխված 11 քաղաքացիների անունները պաշտոնապես դեռ չի հրապարակվում։ Բռնագաղթից հետո Արցախի Խնածախ գյուղում մնացած 67-ամյա Սլավիկ Համբարձումյանը եւս Հայաստանում է, նրա քույրը չգիտի, ընտանիքի հետ ոչ ոք կապ չի հաստատել։ YouTube-ից իմ տղեն ա կարդացել, զանգեցին, ասեց, հետո սա գյուղացիք զանգան հերթով։ 2023-ի սեպտեմբերի 26-ին է Էլեոնորան ճանապարհ ընկել Հայաստան։ Հիշողության կորուստ ունեցող եղբորը չի կարողացել համոզել լքել տունը։ Արևաններին կանչեցի, բա ես չեմ գալի, հլա մի քանի օր առաջ որ պիտի պայմանավորվեն գամ, բա ես չեմ գալի, ասի, բա ինչի համար ես մնում։ Չէ, ես տունը բա թողեմ սե հենց ոնց գամես են, ասի, դե տեսա որ ինքը հնարավոր չի բերելի, ես չէի կարա ստիպված մնայի, ոնց մնայի։ Գրուզավորում ես Ղարաբաղից եկես տեղ ասել։ Բերեցին ինձ տեղավորեցին, իր սումկեքն էլ հետս օգնել ա, բերել է տուն հետ պիտի գայի, ինքը թողել փախել տուն նորից։ Մենք էլ պիտի ճանապարհվեինք, ման եմ գալի չեմ գտնում։ Հետ եմ դառը եկել տուման եմ գալի չկա, չեմ գտնում որ հետս տանեմ նորից։ 2 օր անց դատարկվել է Խնածախը։ Էլեոնորայի տեղեկություններով գյուղում մնացել են եղբայրն ու մի տարեց կին։ Հետո նրանց Կարմիր խաչի աշխատակիցները տեղափոխել են Ստեփանակերտ։ Ամեն շաբաթ Կարմիր խաչը մի հատ ռուս տղա էր Նիկիտ անունով։ Ինքն է տանելուց լսում։ Ամեն շաբաթ Կիրակի ես իր հետ խոսել եմ։ Մենակ ասում եմ ոնց ես, ինչ ես, բա լավ եմ, բա խի չես գալի, ինձ ասում էր ինչի չես գալի։ Էլեոնորան համոզված է, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող եղբայրը ոչ մի դիմում չէր ներկայացնի Հայաստանի ու Ադրբեջանի պատկան մարմիններին Հայաստան տեղափոխվելու խնդրանքով, ինչպես հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը։ Կարմիր խաչի էլի ունեմ ես համար, երեք զանգել։ Ասաց մեզ չեն տեղեկացրել, դա արդեն ոնց որ պետությունների մեջ իրանց համաձայնության բանով է։ Այս մարդկանց բերել են Սիրուն Հագարի կամուրջ եւ ասել են դե հայդե բաբա։ Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջունիկ Աղաջանյանի համոզմամբ չեն եղել Հայաստան վերադառնալու խնդրանքով դիմումներ, չի եղել երկու երկրների համագործակցություն, եղել է ադրբեջանական պահանջ։ Այս անձանց ուղղակի արտաքսել են, մաքրել են դաշտը իրենց համար, շատ լավ հասկանալով, որ այլևս քաղաքական որևէ բան այս մարդկանցից կամ իրենց ներկայությունից ստանալ հնարավոր չի։ Աղաջանյանը կարծում է 2.5 տարի Ադրբեջանը օկուպացված Արցախում մնացած հայերից փորձել է կորզել ամեն ինչ, անգամ կեղծ ցուցմունքներ Բաքվի դատարանում։ Իրենց ուզածով այս մարդկանց օգտագործել հնարավոր չի եղել, ինչու էլ գլխացավը շարունակել եւ անգամ ֆինանսական ինչ-որ հատկացումներով այս մարդկանց պահել։ Աղաջանյանը տեղեկություններ ունի, որ սակավաթիվ հայերից ոմանք Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու ցանկություն են ունեցել, որն ըստ էության միայն ցանկություն էլ մնացել է։ Կարծեմ նրանցից մի քանիսը անգամ փորձեր արել դիմելու եւ ադրբեջանական քաղաքացիություն ստանալու Ադրբեջանի իշխանությունների այդ տիրաժավորված լոզունգների ներքո, թե մենք պատրաստ ենք ընդունելու եւ ապրելու իրար հետ, բայց մենք փաստացի տեսնում ենք, որ դա անհնարին է ուղղակի գետնի վրա եւ իրականության մեջ։ Հենց ֆիզիկական ոչնչացումից ու միջազգային հանրության աչքին սխալ դիրքավորվելուց խուսափելու համար է Ադրբեջանը որոշել արտաքսել վերջին հայերին, եւս մեկ անգամ ապացուցելով, որ հայերի ու ադրբեջանցիների համակեցություն չի կարող լինել։ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։